Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը կանգնեց եւ բարձր դատարանի առաջ ակնհայտ սուտ խոսեց։ Այսինքն այդ տիկինը արդարադատության նախարար լինելով հանդերձ չի եղկում բարձր դատարանի առջև կանգնել եւ սուտ խոսել, շատ լավ իմանալով, որ առաջինը բարձրաձայնել է Թևանյանի մեղադրանքի բնույթի մասին, շինծու մեղադրանքի մասին Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից հետո նոր տեղի են ունեցել գործողությունները։ Իսկ ինքը այսպես աչքերը կլորացնելով, ինչպես որ սուտ խոսելուց միշտ Նիկոլ Փաշինյանը կլորացնում է, էտել է երևի բան, հա, վարակիչ։ Կլորացնելով ես կարծում եմ, որ հրապարակումները ավելի շուտ էին եղել, քան Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարեց։ Այն Սուրեն Գրիգորյանն էլ իհարկե նա սուտ խոսալու հետ որևէ խնդիր չունի, մենք դա բազմիցս տեսել ենք Երևանի ավականիում, պատկերավոր ասած ինքը տրանսպորտի թանկացման քավորն է ու ինչ մանիպուլյացիաներ, ինչ ստեր ասեց, որ չի ասել այս թեմայի հետ կապված, բայց անգամ ինքը հասկացավ այդ պահին, որ անթույլատրելի է սուտ խոսելը եւ ուզած չուզած ստիպված եղավ խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Թևանյանի գործի մասին տեղեկությունները ստացել է ի պաշտոնե։ Այսինքն արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը, որը իրականացնում է քարոզարշավ, հերիք չի ի պաշտոնե ստանում է տեղեկատվությունը, մի հատ էլ հանրահավաքի ժամանակ այդ ինֆորմացիան հրապարակում է։